Ձեր կողմից բարձրաձայնված յուրաքանչյուր խնդիր կամ քրեական գործ կարող է հայտնվել մեր եթերում, եթե զանգ տաք նշված հեռախոսահամարներին կամ գրեք մեր Facebook-յան էջին։ Հիշեցնեմ, որ տևական ժամանակ է սկսել ենք կարևոր է իմանալ էջը, որտեղ ձեր կողմից բարձրաձայնված հարցերին պատասխանում են նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձիկ եւ փորձում առաջադրված խնդրի լուծման մեխանիզմներ առաջարկել։ Եվ հենց այս պահին կարևոր է իմանալ էջում հյուրընկալել ենք կոռուպցիայի եւ կանխարգելման հանձնաժողովի վարույթների եւ իրավական ապահովման վարչության նախկին պետ, ներկայումս փաստաբան, հայ-ռուսական համալսարանի դասախոս Գյուլնարա Սարգսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Ինչի մասին ենք այսօր խոսելու եւ թե ինչ թեմա ենք քննարկելու, մեզ պետք է առաջարկի մեր հեռուստադիտողը, լսենք թե ինչ խնդիր է բարձրաձայնում, որից հետո կրկին տաղավարում սկսենք մեր քննարկումը։ Խնդրեմ։ Վերջին օրերին սոցիալական հարթակներում, այդ թվում հանցանքի հետքով հաղորդման մեր Facebook-յան էջում բազմաթիվ քաղաքացիներ դիմումներով ու մեկնաբանություններով բարձրաձայնում են նույն հարցը։ Արդյոք մինչև նոյեմբերի 1-ը պարտավոր են հայտարարագիր ներկայացնել, եւ եթե չներկայացնեն, ապա ինչ իրավական հետևանքների հետ կարող են բախվել ապագայում։ Բարձրաձայնվում է նաեւ պաշտոնատար անձանց հայտարարագրի հարցը։ Քաղաքացիներից մեկը, ով ինքն էլ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ է, հայտնել է, որ ներկայացրած հայտարարագրում չի նշել փոխառությամբ տրված գումարի մասին։ Այս դեպքում առաջանում է երկու կարևոր հարց. արդյոք նա կարող է ինքնուրույն ուղղել այդ բացթողումը, եւ եթե չուղղի եւ թողնի հայտարարագիրը անփոփոխ, ինչ իրավական հետևանքներ կարող է ունենալ։ Ամենակարևոր հարցը, որ թերևս այս օրերին հուզում է մեր քաղաքացիներին, վերջ-վերջո մինչ նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել հայտարարագիր, թե ոչ։ Եթե չեն ներկայացնում, ինչ ռիսկերի մասին պետք է տեղեկացված լինեն նրանք։ Խնդրեմ։ Հարգելի Տաթևիկ, մինչ ներկայացնել, չներկայացնելու եւ դրա բացասական հետևանքին անդրադառնալը, մի քանի խոսքով կցանկանամ ներկայացնել հայտարարագրման համակարգի էությունն առհասարակ, ինչի որովհետեւ սա նորույթ էր մեր հանրության համար, որ իրենց անձնական եկամուտները պետք է հայտարարագրեն։ 23 թվականից արդեն ներդրվեց մեր երկրում համընդհանուր հայտարարագիրը, իհարկե լավ էր, որ փուլային տարբերակով ներդրվեց եւ աստիճանաբար հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող սուբյեկտների շրջանակը ընդլայնվեց, բայց այսօր առերեսվեցինք այն իրականության հետ, որ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար արդեն 26 թվականից սկսած նույնիսկ մեր կենսաթոշակառուները եւ այն անձինք, ովքեր առհասարակ չեն աշխատում, պարտավոր են ներկայացնել եկամուտների հայտարարագիրը։ Այստեղ իհարկե անհանգստություններ են հայտ գալիս, ինչի որովհետև տեխնիկական ռեսուրսների տիրապետման անհրաժեշտություն կա այս հայտարարագրերի համար, որովհետև դրանք բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով են ներկայացվում։ Բոլորից հայտնի էր նույնականացման քարտերի ձեռքբերման տևականությունը, որին առերեսվեցին մեր քաղաքացիները, բայց մտավախությունը առհասարակ կապված է նաև օրենքի պահանջների ճիշտ ընկալման եւ հայտարարման գործընթացը ճիշտ ձևակերպելու, ներկայացնելու հետ։ Ես ընդհատեմ մեկ կարևոր հարցով։ Նախագիծ է մշակվում, որի համաձայն պետք է մինչ նոյեմբերի 1-ը հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը որպես այդպեսին վերացնել, բնականաբար նաև իրենց ռիսկերով։ Կարելի է ասել, որ այս նախագծով պետությունը շատ լավ հասկանում է, որ ձախողել է հայտարարագրման այս գործընթացը։ Իրականում որոշակի առումով բեռը թեթևացնելուն է միտված, հայտարարագրման համակարգը որպես այդպեսին շարունակում է լինել, յուրաքանչյուր ֆիզիկական անձ իր անձնական հաշվում պետք է ունենա տարեկան եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը։ Այլ հարց է, որ պետական եկամուտների կոմիտեն իր կողմից հասանելի տվյալներով նախալրացնում է հայտարարագիրը։ Այս ինքնաշխատ կերպով եւ նախագծի հեղինակները փաստում են, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնականում չեն էլ փոփոխում, այդ տարբերակով հանձնվում են, այսինքն բացի պետությանը հայտնի եկամուտներից անձը այլ եկամուտ որպես այդպեսին չի ունենում։ Հիմա ներկայիս նախագծով առաջարկվում է հասանելի դարձնել հաշվետու ժամանակահատվածին հաջորդող մարտի 2-ից առաջարկվում է հասանելի դարձնել եւ քաղաքացին ինքը պետք է հետևի փոփոխի արդյոք այդ հայտարարագիրը թե ոչ, եթե չի փոփոխում, ժամանակահատվածը անցնելուց հետո դիցուկ 2026 թվականի համար նախատեսված է նոյեմբերի 1-ը անցումային դրույթներով, անցավ վերջնաժամկետը, չփոփոխեց, օրենքի ուժով հայտարարագիրը համարվում է հանձնված։ Սա ստացվում է, որ 2025 թվականի մինչ նոյեմբերի 1-ը այն անձիկ, ովքեր չեն հանձնել հայտարարագիր, համարվելու է հանձնված եւ չփոփոխված։
Ըստ էության անցումային դրույթներով որոշակի կարգավորում կա այդ մասին, որ հասանելի պիտի դառնա հայտարարագիրը օրենքը ուժի մեջ մտնելուց հետո մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը։ Բայց այստեղ ես միանգամից չեմ կարող հստակ պատասխանել, ինչի, որովհետև նախագիծը դեռևս օրակարգում ներառված չի անգամ եւ կհասցրվի պատշաճ ընդունվի եւ այս կարգավորումները ուղղակիորեն կգործեն մինչև նոյեմբերի 1-ը, հա, ներկայիս գործող վերջնաժամկետը թե ոչ, դժվարանում եմ ասել, ամեն դեպքում նման միտում կա։ Բայց նախագծի մասով եւս կցանկանամ շեշտել, որ այսպես բացարձակ пассивություն քաղաքացիների կողմից եւս չի կարող դրսևորվել, ինչի, որովհետեւ պետք է ամեն դեպքում քաղաքացին, անգամ այդ կենսաթոշակառուն, պետք է ուշադիր լինի հետևի ժամկետներին, հասանելի է այդ կոնկրետ ժամանակահատվածում։ Վերջնաժամկետ ամեն դեպքում գոյություն ունի, որ կենսաթոշակառուն պետք է էլեկտրոնային տարբերակով մուտք գործի, հայտարարագիր ներկայացնի, հետո այնքան հետևողականություն դրսևորի, որ տեսնի ամեն ինչ ճիշտ է, ավելացնելու ինչ որ բան ունի, թե ոչ, որքանով է դա տրամաբանված։ Այո, իրականում բեռը ամեն դեպքում քաղաքացու վրա է հետևելու, ուսամաված ժամկետում հետևելու։ Եթե մենք հիմա գործ ունենք առավել եւս տարեց այնպիսի անձանց հետ, ովքեր միայնակ են ապրում եւ նման դեպքում բացի կենսաթոշակ ստանալուց մարդը ամբողջ կյանքում չի մտածել, որ մի օր կարող է նման պարտականություն դրվի իր վրա, չգիտի էլ ում դիմի, որ մարմնին դիմի, որ իրեն աջակցի, մարդիկ սովորեն ոչ էլեկտրոնային հաղորդակցման։ Իհարկե այս շրջանակի համար իհարկե շատ մտահոգիչ է այս ամբողջը, ամեն դեպքում հետ քայլ որպես այդպեսին համընդհանուր հայտարարագրից ես կարող եմ փաստել, որ չի գրանցվել նախագծի բովանդակությունները ավելի հեշտացնելու գործընթաց է սկսել պետությունը։ Իհարկե նախագծի տրամաբանությունը, որ նայում ենք, որոշակի հասանելիություն պետական եկամուտների կոմիտեին ամեն դեպքում տրվում է այն տեղեկատվական որոնք օրինակ նախկինում չուներ հասանելիություն, դրանք են վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, կենտրոնական դեպոզիտարյան եւ այս դեպքում նախագիծը թույլ է տալիս, երբ անձը, հայտարարատու անձը համաձայնություն տա, այդ դեպքում պետական եկամուտների կոմիտեն ինքն էլ ավտոմատ ձեռք բերի, գեներացնի եւ մնացած շղթայով հայտարարագիրը համարվի հանձնված, եթե անձը համաձայն է այդ տվյալների հետ։ Լրիվ այլ բան է, որ պետական եկամուտների կոմիտեն արդյոք իր ռեսուրսներով կկարողանա այդչափ մեծ աշխատանք իրականացնել։ Դա հարց է, այո։ Դա հարց է, իհարկե։ Վերջի վերջո հայտարարագիր քաղաքացին ներկայացնում է մինչ նոյեմբերի 1-ը թե ոչ։ Գործող կարգավորումներով դեռևս նախատեսված է վարչական պատասխանատվություն, հետևաբար այդ ամեն ինչ խուսափելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտարարագիրը։ Իհարկե որոշակի կամ հուսալ, որ մինչ նոյեմբերի 1 օրինակ նախագիծը կընդունվի եւ մեզ կազատի այդ պարտականությունից։ Որը որ նաեւ զուգահեռ նախատեսված էր վարչական պատասխանատվության վերացումը։ Այսինքն բոլոր այս տարանկալումներով հանդերձ այսօր կարող ենք փաստել, որ այնուամենայնիվ քրեական պատասխանատվություն վրա չի հասնելու ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագիրը չներկայացնելու պարագայում, բայց վարչական պատասխանատվությունը դեռևս գործում է։ Այո, եւ ես կարծում եմ մեր հեռուստադիտողները նաեւ պետք է իմանան, որ եթե անգամ նախագիծը օրենքի տեսք ստանա եւ ուժի մեջ մտնի, հայտարարագիր չներկայացնելու դեպքում իրենք չեն կարողանում այլևս ներկայացնել կրթության եւ առողջապահության համար ծախսված գումարները հետ ստանալու դիմումը եւ բնականաբար չեն կարողանալու նաեւ այդ գումարները ստանալ։ Սա այն իրավական հետևանքն է, որը ձեզ սպառնում է հայտարարագիր չներկայացնելու դեպքում, անգամ օրենքի ուժի մեջ մտնելուց այդ կարգավորումը եւս գործելու է։ Ես առաջարկում եմ անցում կատարել երկրորդ դրվագին, երբ մեր քաղաքացին նշում էր, որ պաշտոնատար անձ է, մոռացել է հայտարարագրի մեջ նշել, որ փոխառությամբ տրված գումար ունի, ինքնուրույն լրացնելու դեպքում կարող է ազատվել պատասխանատվությունից եւ եթե չլրացնի, հենց այդպես էլ թողնի, ինչ իրավական հետևանքների հետ կարող է բախվել, ընդհանուր մինչև քրեական պատասխանատվության հարց կարող է բարձրացվել։ Իրականում, քանի դեռ հայտարարագրում հայտնաբերված չէ խնդիրը, իսկ հայտնաբերումը լինում է օրենքով սահմանված հիմքերի արգայության դեպքում, կատարվում է վերլուծություն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, հետո նոր խնդիրը հայտնաբերվում է։ Քանի դեռ հայտնաբերված չէ խնդիրը, անձը ինքնուրույնաբար կարող է դիմել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, նշելով դրդապատճառները, թե ինչու այս տվյալը չի հայտարարել անփութության հետևանքով, որպես կանոն, գործնականում նաև այդպես է լինում, եւ հստակ նշելով որ տվյալով է ուզում փոխարինել, արդյունքում հանձնաժողովը քննում է, դիմում է եւ թույլատրում է փոխել։
չի թույլատրում փոխել այն դեպքերում, երբ որ ինքը արդեն իսկ իր գործիքակազմով հայտնաբերել է, օրինակ հայտարարների վերլուծության արդյունքում կա վարչական վարույթ հարուցված, ընթանում է հայտարարների վերլուծություն, կամ եթե հարցում է կատարում գլխավոր դատախազություն եւ այստեղից պարզվում է, որ տվյալ հայտարարագիրը որպես ապացույց անցնում է քրեական գործով։ Այդ դեպքում մերժվում է։ Շատ լավ, ստացվում է, որ այդ դեպքում արդեն քրեական գործ հարուցելու գործընթացի առաջ է կանգնում քաղաքացին։ Ըստ էության նայած փոխհարուցության գումարը ինչ չափի սահմաններում է, 2022 թվականի հուլիսի 1-ից գործող նոր քրեական օրենսգրքով մենք ունենք առանձնապես խոշոր չափ հասկացությունը հայտարարագրման գործընթացում, երբ հայտարարագրում տվյալները կեղծելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը որ առանձնապես խոշոր չափով գույքի եկամուտների կամ ծախսերի չներկայացման է հանգեցրել, արդեն իրենից ներկայացնում է հանցակազմ այն բոլոր դեպքերում, առանձնապես խոշոր չափը դա գերազանցում է 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես կարծում եմ մեր քաղաքացիները ստացան իրենց ուզող հարցերի պատասխանը։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Իսկ մեր հեռուստադիտողների համար հատուկ ընդգծեմ, որ այնինչ որ այստեղ քննարկվում է, կարևոր է իմանալ։ Ձեր էկրաններին կրկին հայտնվել են հեռախոսահամարներ, որոնցով կարող եք զանգ տալ մեզ կամ գրել մեր Facebook-յան էջին, հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։ Կհանդիպենք հաջորդ կիրակի 20:20-ին։